եմ բոլորին։ Եթե ինձ նորմալ տեսնում լսում եք, չաթում գրեք 10, խնդրեմ։ Առաջին 10 գրեք, եթե նորմալ տեսնում եք, երկրորդ 10, եթե նորմալ լսում եք, սպասում եմ ձեր արձագանքներին։ Շնորհակալություն արձագանքելու համար։ Ներկայանամ, ես Շողիկ Մնեյանն եմ, ֆինանսական խորհրդատու, անշարժ գույքի ոլորտում թվայնացված ակտիվների մասնագետ, օգնում եմ մարդկանց ստեղծել սեփական կապիտալ անշարժ գույքի ոլորտում և ստանալ եկամուտ վարձակալությունից։ Հիմա եկեք ծանոթանանք, թե մեզ որ վայրերից են միացել, գրեք, խնդրեմ ձեր քաղաքի անունը, ձեր վայրերի անունը, տեսնեմ ինչքանով եք ինձ լսում, բոլորի մոտ է արձագանքում, գրեք չաթում, խնդրեմ, շատ լավ, շնորհակալություն արձագանքի համար, և հիմա մենք սկսենք արդեն մեր հանդիպումը, ասեմ, որ մեր հանդիպումը կտևի մոտ 40 րոպե, ուշադիր լսում ենք ինֆորմացիան, նշում ենք մեզ մոտ առաջացած հարցերը, քանի որ անմիջապես մեր հանդիպումից հետո Տելեգրամյան խմբում տեղի կունենա հանդիպում մեր պրոֆեսիոնալ մասնագետի հետ, ով կպատասխանի բոլոր առաջացած հարցերին։ Հիմա արդեն սկսենք մեր քննարկումը։ Այսօր մենք խոսելու ենք ֆինանսների մասին, ինչպես պահպանել, կուտակել և բազմապատկել մեր ֆինանսները անշարժ գույքի ոլորտում։ Ինձ թվում է բոլորը համաձայն են, որ անշարժ գույքը հուսալի և կայուն ոլորտ է։ Ովքեր համաձայն են, չաթում գրեք պլյուսներ, խնդրեմ։ Ովքեր համաձայն են, որ անշարժ գույքը կայուն և հուսալի ապահով ոլորտ է, մեր գումարները պահելու համար, չաթում գրեք պլյուսներ։ Եվ մենք անցնենք առաջ, շնորհակալ եմ արձագանքելու համար։ Անշարժ գույքը շոշափելի ակտիվ է։ Ինչ է սա նշանակում։ Բոլորս գիտենք, որ անշարժ գույքը կարելի է տեսնել, շոշափել, բնակվել, վաճառել և այլն։ Հաջորդը, տեսեք, մենք հիմա միասին քննարկում ենք անշարժ գույքի դրական կողմերը, առավելությունները, որոնք տալիս է մեզ անշարժ գույքը։ Հաջորդ առավելությունը, որ տալիս է մեզ անշարժ գույքը, դա պաշտպանությունն է արժեզրկումից։ Ինչ է սա նշանակում։ Բոլորս գիտենք, որ անընդհատ աշխարհում տեղի է ունենում ինֆլյացիա, արժեզրկում, այսինքն գումարը արժեզրկվում է, ամեն ինչ անընդհատ թանկանում է։ Եվ քանի որ անշարժ գույքը նույնպես միշտ պատմության մեջ, եթե ետ նայենք, միշտ անշարժ գույքը թանկացել։ Հնարավոր է մի պահ տատանվի, մի փոքր գինը իջնի, բայց էլի գնալով ավելի ու ավելի բարձրանում է։ Եվ եթե մենք մեր գումարը պահում ենք անշարժ գույքի մեջ, մեր գումարը պաշտպանում ենք արժեզրկումից և գնալով աճում է կապիտալը։ Հաջորդ դրական կողմը առավելությունը, որ տալիս է մեզ անշարժ գույքը, դա դիվերսիֆիկացիոն է։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Երբ որ մենք ունենք, ասենք աշխատանք ունենք կամ բիզնես ունենք, բայց գալիս է ժամանակ, Աստված մի արած, հիվանդանում ենք կամ կորցնում ենք աշխատանքը կամ բիզնեսը սկսում է վատ աշխատել, այդ ժամանակ էլ եկամուտ չենք ունենում և հայտնվում ենք ֆինանսական ծանր կացության մեջ։ Իսկ եթե մենք ունենք բացի մեր աշխատանքից, բացի մեր բիզնեսից, ունենք նաև անշարժ գույքեր կամ գույք, որը տրված է վարձակալության, այդ դեպքում անշարժ գույքից եկած եկամուտով մենք կարող ենք որոշակի ժամանակ կայուն ֆինանսական վիճակում լինել, մինչև որ հարցերը լուծվեն, թե աշխատանքի, թե բիզնեսը կայունանա։ Այսինքն, անշարժ գույքը այդ կերպ օգնում է մեզ տեղաբաշխել մեր եկամուտները և ռիսկերը։ Անշարժ գույքը բերում է մեզ պասիվ եկամուտ։ Այսինքն, եթե մենք ունենք անշարժ գույք, որը տրված է վարձակալության, մենք ամեն ամիս կամ ամեն օր ստանում ենք պասիվ եկամուտ, որը
կարելի ասել շատ լավ բան է եւ բացի մեր աշխատանքից տալիս է մեզ հնարավորություն բավականին լուրջ կապիտալ կուտակել։ Եթե մենք ունենք անշարժ գույքից պասիվ եկամուտ, հնարավոր է մենք հետագայում արդեն հասնենք նրան, որը չաշխատենք եւ այդ եկամուտով կարող ենք ապրել։ Հաջորդ դրական կողմը առավելությունը դա անշարժ գույքը վերահսկվող ակտիվ է։ Այն կարելի է վաճառել, վերանորոգել, տալ վարձակալության, այսինքն մեր սեփականությունն է, ինչ ուզենք կարող ենք անել, կարող ենք վերահսկել մեր ակտիվը։ Այսքանով առավելություններ այս պահին ավարտեցինք, բայց եթե թվարկենք, էլի կարող ենք գտնել շատ առավելություններ եւ անցնենք արդեն ռիսկերին։ Ցանկացած ոլորտում կան ռիսկեր եւ բարդություններ, որոնք են անշարժ գույքի ոլորտի ռիսկերն ու բարդությունները։ Եթե մինչ այս ինֆորմացիան պարզ է, չաթում գրում ենք 1 եւ նոր անցնենք առաջ միասին։ Հիշեցնեմ, բոլոր առաջացած հարցերը գրում ենք մեզ մոտ, որպեսզի տանք մեր մասնագետին։ Հետևեմ ձեր արձագանքներին եւ նոր կանցնենք առաջ։ Գրեք 1 խնդրեմ, եթե ինֆորմացիան պարզ է։ Շատ լավ, շնորհակալություն արձագանքի համար։ Անցնում ենք առաջ։ Անշարժ գույքի ոլորտի արդեն բարդություններն ու ռիսկերը։ Ամենաառաջին բարդությունը, որը բոլորը կարող են փաստել, դա մուտքի բարձր շեմն է։ Անշարժ գույքի ոլորտ մուտք գործելու համար մեզ պետք են մեծ գումարներ, որպեսզի ձեռք բերենք անշարժ գույք, տանք վարձակալության եւ ստանանք բոլոր այն առավելություններն ու դրական կողմերը, որոնք քիչ առաջ մենք միասին քննարկեցինք։ Դա բավականին լուրջ բարդություն է մուտքի բարձր շեմը։ Հաջորդ բարդությունը դա կապիտալ կորուստների ռիսկ։ Տարերային աղետների պատճառով, պատերազմների պատճառով հնարավոր է, որ մարդիկ կորցնեն իրենց անշարժ գույքը։ Եվ բոլորս դրան ականատես ենք լինում ամբողջ աշխարհում կատարվող դեպքերի ժամանակ։ Հաջորդ բարդությունը դիվերսիֆիկացիոն դժվարությունները, այսինքն տեղաբաշխման դժվարությունները, որոնք են դրանք։ Եթե մենք ունենք անշարժ գույք, ենթադրենք մի վայրում եւ այնտեղ Աստված մի արած է, տարերային աղետ եղավ, կամ պատերազմ, հնարավոր է մենք կորցնենք այդ անշարժ գույքը եւ մեր լրացուցիչ պասիվ եկամուտի աղբյուրը կորցնենք, որպեսզի այդ փաստի առաջ չկանգնենք, պետք է անշարժ գույքեր ունենանք մի քանի վայրերում։ Բայց շատ դժվար է մուտքի բարձր շեմի պատճառով մեկ վայրում անշարժ գույք ունենալ, ուր մնաց մի քանի երկրներում կամ մի քանի քաղաքներում ունենանք անշարժ գույք։ Սա նույնպես բավականին լուրջ բարդություն է իրենից ներկայացնում։ Հաջորդ բարդությունը փաստաթղթային գործարքներ։ Ինձ թվում է շատերդ եք լսել, որ թեկուզ Հայաստանում լեզուն իմանալով, օրենքների իմանալով, մարդիկ բախվում են փաստաթղթային, այսպես դժվարությունների, խաբեությունների եւ այլն։ Այսինքն փաստաթղթային գործարքների դեպքում բարդությունները եւ ռիսկերը նույնպես շատ են, ուր մնաց, եթե մենք ցանկանանք գնել, ասենք անշարժ գույք այլ երկրում, պետք է իմանանք լեզուն, տվյալ երկրի օրենքները, սա նույնպես բավականին լուրջ բարդություն է իրենից ներկայացնում։ Կառավարման խնդիրները։ Եթե մենք ունենք այլ քաղաքում անշարժ գույք եւ այն կառավարել, այսինքն վերանորոգել, տալ վարձակալության, ստուգել ընթացքում, դա բավականին լուրջ դժվարություն է, մանավանդ եթե ունենք նաեւ անշարժ գույք այլ երկրում։ Սա իրենից նույնպես բավականին լուրջ բարդություն է ներկայացնում, պետք է անընդհատ գնալ, ստուգել, զբաղվել անշարժ գույքի հարցերով եւ վստահելի վարձակալների որոնում։ Ներկաների մեջ ինձ թվում է կլինեն մարդիկ, ովքեր ունեն անշարժ գույք տրված վարձակալության, կամ ունեն ծանոթներ, ովքեր տվել են վարձակալության սեփական անշարժ գույքը եւ գիտեն, թե ինչ լուրջ հարց է վստահելի վարձակալներ գտնելը, որպեսզի վարձակալները բարեխիղճորեն վճարեն վարձերը, չփչացնեն գույքը,
լավ վերաբերվեն անշարժ գույքին, սա նույնպես լուրջ բարդություն է իրենից ներկայացնում։ Այսքանով ռիսկերն ու բարդությունները նույնպես ավարտենք և եթե մինչ այս ինֆորմացիան պարզ է չաթում գրում ենք երկուսներ, որպեսզի անցնենք առաջ, տեսնեմ ձեր արձագանքը, հարգելի հյուրեր և գործընկերներ, գրում ենք երկուսներ, եթե պարզ է, և անցնում ենք առաջ միասին, շնորհակալություն արձագանքի համար, իսկ որն է մեր առաջարկի էությունը, ինչի համար ենք մենք միացել, ինչ ենք լսելու, ինչ ինֆորմացիա ենք այսօր լսելու, ինչ է առաջարկում մեր ընկերությունը, որի մասին քիչ անց կներկայացնեմ, մենք առաջարկում ենք ստանալ եկամուտ վարձակալությունից, ձեռք բերելով անշարժ գույքի մաս, որոշակի մաս, և առանց մեր անմիջական մասնակցության ամեն ամիս ստանալ պասիվ եկամուտ, ամեն ամիս և ամեն օր իդեպ։ Հաջորդ տարբերակը, ինչ ենք առաջարկում, ամբողջությամբ անշարժ գույքը ձեռք բերելով, դա կլինի մեր սեփականությունը, ստանանք վարձակալությունից եկամուտ նորից առանց մեր անմիջական մասնակցության։ Եվ երրորդ տարբերակը, ճանապարհորդել աշխարհում բավականին բարձր զեղչերով։ Հիմա ինչի մասին է խոսքը, որ ընկերությունն է սա առաջարկում։ Մեր ընկերությունը Stability International Platform ընկերություն է, որը պաշտոնապես բացվել է 2021 թվականի հունիսին։ Ընկերությունը տալիս է եկամուտ, տեսեք, ընկերությունում եկամտաբերությունը կազմում է 10-ից 48%, և այստեղ կարող եք տեսնել ընկերության տված հնարավորությունները, որպեսզի մենք տեղավորվենք ժամանակի մեջ, արագ անցնենք առաջ, և ով է հիմնադրել մեր ընկերությունը։ Ընկերությունը հիմնադրել է Վիտալի Դերկաչը, նա հանդիսանում է ընկերության պրեզիդենտը, իրավաբանական գիտությունների մագիստրոս, բիզնեսի մեջ է 2008 թվականից, բազմաթիվ ուսուցողական ծրագրերի հեղինակ է, պրոֆեսիոնալ սպորտսմեն է, անընդհատ զբաղվում է ինքնազարգացմամբ և ինքնակրթությամբ, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Բաց հանրային անձնավորություն է մեր պրեզիդենտը և իրեն կարելի է տեսնել ոչ միայն օնլայն, սոցցանցերի միջոցով, տեսեք, այստեղ տեղադրված են իր սոցհարթակները, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել իր հետ, նաև մեր հիմնադիրը եղել է արդեն 2 անգամ Հայաստանում և հայ գործընկերները և հյուրերը հնարավորություն են ունեցել անձամբ տեսնել, շփվել իր հետ և ուղղել իրենց հուզող բոլոր հարցերը։ Իդեպ ասեմ, որ ունենք շուտով ևս մեկ հնարավորություն տեսնելու մեր ընկերության ղեկավարությանը հիմնադրի Վիտալի Դերկաչի գլխավորությամբ մայիս ամսին Հայաստանում կկայանա համազգային մեծ կոնֆերանս Երևանում։ Կարող եք դիմել ձեզ հրավիրած անձանց, որպեսզի դուք էլ հնարավորություն ունենաք մասնակցել և լսել ընկերության ղեկավարությանը։ Այստեղ ներկայացված են ընկերության փաստաթղթերը, փաստաթղթերի փաթեթը, այսինքն ընկերությունը ոչ միայն այսպես մենք պատմում ենք, ներկայացնում ենք, թե ինչ է իրենից ներկայացնում, այլ նաև կարելի է այդ ամեն ինչը ստուգել, կարող եք ստուգել նաև փաստաբանի միջոցով, իրոք ընկերությունը գոյություն ունի, գործում է, վճարում է հարկեր, թե ոչ, կարող եք ստուգել փաստաթղթերը և ասեմ, որ փաստաթղթերը չեք կարող գտնել, ասենք Google-ում, փնտրելով Stability ընկերության փաստաթղթերը։ Եթե ցանկանում եք ծանոթանալ փաստաթղթերի փաթեթին, դիմում եք ձեզ հրավիրող անձանց, իրենք տրամադրում են ձեզ հղում, անվճար կարող եք գրանցվել ընկերության կայքում և ուսումնասիրել, 1 ամիս ընկերությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ամեն ինչ ընկերության մասին, նաև փաստաբանների միջոցով։ Սա նույնպես մեր ընկերության փաստաթղթերի փաթեթն է և արդեն տեսեք ընկերության հետ անշարժ գույքի ձեռքբերումը։ Մենք քննարկեցինք առավելությունները և բարդությունները,
իսկ ինչ հնարավորություն է տալիս են Stability ընկերությունը անշարժ գույք ձեռք բերելու համար։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար հարմար մուտքի շեմ։ Այսինքն այստեղ կան տարբեր փաթեթներ, մուտքի փաթեթներ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր գրպանին հարմար փաթեթ։ Անշարժ գույքը հուսալի և կայուն ակտիվ է։ Դրա մասին մենք նույնպես խոսեցինք, և եթե համաձայն եք, որ անշարժ գույքը հուսալի և կայուն ակտիվ է, չաթում գրեք 3-ներ խնդրեմ։ Ովքեր են համաձայն, որ անշարժ գույքը հուսալի և կայուն ակտիվ է։ Միշտ դուք կգրեք, ես անցնեմ առաջ և տեսեք, բավականին լուրջ բարդություն չէ իրենից ներկայացնում փաստաթղթերի և կառավարման հետ կապված հարցը։ Իսկ մեր ընկերությունում այդ բոլոր հարցերով զբաղվում են ընկերության պրոֆեսիոնալ մասնագետները։ Ընկերությունը ունի պրոֆեսիոնալ իրավաբանների, փաստաբանների թիմ, որոնք զբաղվում են փաստաթղթերի հարցերով, հենց վարձակալության տալու և այլ հարցերով, կառավարման հարցերով, և մենք ստանում ենք մեր եկամուտը, ամսական վարձակալությունից եկամուտը, առանց այդ բոլոր դժվարություններին բախվելու։ Առանց մեր մասնակցության, ամբողջ հարցերով զբաղվում են ընկերության պրոֆեսիոնալ մասնագետները և մենք միայն ստանում ենք մեր եկամուտը մեր մասին, բաժնեմասերի փաթեթին համապատասխան չափով։ Նայած թե ինչքան ունենք անշարժ գույքի մաս, դրան համապատասխան ստանում ենք եկամուտ։ Եվ ինչպես է սա աշխատում։ Ինչպես է աշխատում ընկերությունը, ինչպես է այս ամենը կատարվում։ Տեսեք, ընկերության գաղափարը հենց այնպես օդից չեն վերցրել, դա վերցրել են rate ֆոնդերից, իսկ rate ֆոնդերը արդեն հարյուրավոր տարիներ գործում են աշխարհում և ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Եթե ներկաների մեջ կան մարդիկ, ովքեր գիտեն ինչ են rate ֆոնդերը, չաթում գրեք 4-եր խնդրեմ։ Ովքեր գիտեն ինչ են իրենցից ներկայացնում rate ֆոնդերը, ասեն, որ Հայաստանում էլ կան rate ֆոնդեր, և քիչ անց ես ներկայացնեմ, թե ինչ է rate ֆոնդերը, դուք արդեն կհամոզվեք, որ Հայաստանում նույնպես լսել եք rate ֆոնդերի մասին։ Ընկերության գաղափարը վերցվել է հենց rate ֆոնդերից։ Rate ֆոնդերը դրանք մարդկանց խմբեր են, ֆոնդեր են, մարդիկ միշտ հասկացել են անշարժ գույքի տված առավելությունները, որ կարելի է ունենալ անշարժ գույք, տալ վարձակալության և ստանալ եկամուտ, պասիվ եկամուտ։ Դա շատ լավ առավելություն է, պասիվ եկամուտը։ Եվ էլի մուտքի շեմը միշտ բարձր է եղել, անշարժ գույք ձեռք բերելու համար միշտ էլ պետք է եղել մեծ գումար և մարդիկ նույն գաղափարի տեր մարդիկ հավաքվել են խմբերով, թիմերով, այսպես ֆոնդերում և յուրաքանչյուրը դրել է իր գրպանին հարմար գումար, հավաքվել է որոշակի կապիտալ, ձեռք են բերել անշարժ գույք, տվել են վարձակալության և եկամուտը բաշխել են իրենց միջև։ Եվ ի տարբերություն մեր ընկերության, rate ֆոնդերում բոլոր հարցերով զբաղվում են հենց ֆոնդի անդամները, իսկ այստեղ մենք ոչ մի բանի հետ գործ չունենք։ Այստեղ, տեսեք, հարթակից օգտվողներս ձեռք ենք բերում փաթեթ, բաժնեմասերի փաթեթ։ Ստացված կապիտալով ընկերությունը, Stability-ն, որը մեջտեղում է պատկերված, ձեռք է բերում արդեն անշարժ գույք, տալիս վարձակալության և եկած եկամուտը բաշխում արդեն գործընկերների միջև, հարթակից օգտվողների միջև։ Եթե սա պարզ էր, ինչպես է աշխատում մեր ընկերության սխեման, չաթում գրում ենք 5-եր, գրեք 5-եր, խնդրեմ, եթե պարզ էր, ինչպես է աշխատում մեր ընկերությունը, և անցնենք առաջ։ Հիմա մենք համեմատական կտանենք միասին, թե ինչ հնարավորություններ ունենք, եթե մենք անձամբ ձեռք բերենք մեր անշարժ գույքը, տանք վարձակալության և եկամուտ ստանանք, և ինչ հնարավորություններ ենք ստանում, եթե ընկերությունում ենք ձեռք բերում անշարժ գույքը և ստանում եկամուտ վարձակալությունից։ Եթե մենք գնում ենք մեր անշարժ գույքը, տեսեք, երկու տարբերակ կա նաև այստեղ։
Մեկը, որ մենք ենք զբաղվում բոլոր հարցերով, եւ երկրորդ սյունակը, այստեղ սանդղակի, որ տալիս ենք, ասենք, կառավարող ընկերության կամ դիմում ենք գործակալների, որոնք օգնում են մեզ անշարժ գույքը վարձակալության տալ եւ կառավարման հարցերում են օգնում։ Երկու դեպքում էլ մեզ պետք է $85,000 կապիտալ անշարժ գույքը ձեռք բերելու համար, որը բավականին լուրջ կապիտալ է եւ բավականին լուրջ բարդություն է իրենից ներկայացնում։ Իսկ ընկերությունում, Stability ընկերությունում, մեզ պետք է $550-ից սկսած կարող ենք այստեղ ձեռք բերել անշարժ գույքի մաս, կամ եթե ուզում ենք ամբողջական անշարժ գույք բերել, արդեն ավելի մեծ թվերի մասին կլինի խոսքը, եթե ամբողջական ենք ուզում անշարժ գույքը դառնա մեր սեփական ընկերությունում։ Դա արդեն 4-րդ սյունակն է, եւ տեսեք, գումարի վերադարձը, եթե մենք ենք գնել 10 տարի, 15 տարի, եթե կառավարող ընկերության ենք դիմել 10 տարի, իսկ մեր ընկերությունում մինչև 8 տարվա ընթացքում կարելի է ամբողջ գումարը ետ վերադարձնել։ Հաջորդ տարբերակները, ժամանակի ծախսը, եթե մենք ենք գնել, մենք պետք է բավականին շատ ժամանակ ծախսենք բոլոր կառավարման հարցերով զբաղվելու համար, եթե դիմել ենք գործակալության եւս էլի բավականին ժամանակ պետք է ծախսենք, իսկ մեր ընկերությունում ընդամենը 1 ժամ ամսական ծախսելով մենք կարող ենք ստանալ մեր պասիվ եկամուտը անշարժ գույքից, այսինքն ամենաթանկ ռեսուրսը հիմա ժամանակն է, եւ դա մեր ընկերությունում մենք ծախսում ենք նվազագույնը։ Եվ հաջորդ տարբերակները, եթե նայեք, այստեղ բոլորը միասին հիմա մենք չքննարկենք, կարող եք սկրին անել եւ մանրամասն ծանոթանալ բոլոր տարբերակներում առավելությունները ընկերության կողմն են եւ կարելի է դրանց բոլորին ավելի մանրամասն ծանոթանալ։ Անցնենք առաջ, թե ինչ փաթեթով կարելի է սկսել։ Տեսեք, այստեղ ներկայացված են մեր մուտքի փաթեթները, տարբեր փաթեթներ ունենք, 350-ից սկսած, տեսեք, ես ասացի 550, բայց միայն հայերի համար, տեսնում եք, որ 350 փաթեթը այլ ձևով է պատկերված, 350-ը միայն հայերի համար է հասանելի մինչև հունիս, ժամանակավոր է, եւ ամբողջ աշխարհում մուտքը ընկերություն սկսվում է $550-ից։ Կան տարբեր փաթեթներ, յուրաքանչյուրը կարող է գտնել իր գրպանին հարմար փաթեթ, բայց ասեմ, ինձ միշտ հարցնում են, թե որ փաթեթը խորհուրդ կտաք, որն է ամենալավը։ Լավագույն փաթեթը ընկերություն մուտք գործելու, դա $25,050 փաթեթն է։ Ինչ առավելություններ է տալիս այդ փաթեթը։ Կարող եք բավականին մեծ մաս ձեռք բերել անշարժ գույքի եւ վարձակալություն ստանալ բավականին բարձր եկամուտ, քանի որ ամենաբարձր եկամուտը, ամենաբարձր տոկոսադրույքը աշխատում է հենց այդ փաթեթի դեպքում։ Այդ փաթեթի դեպքում դուք բավականին լուրջ եկամուտ կարող եք ստանալ, բայց $25,000-ով մենք չենք կարող ձեռք բերել անշարժ գույք, տալը վարձակալության եւ ամեն ամիս ստանալ եկամուտ։ $25,000 հիմա ներկայիս ժամանակաշրջանում չեն կարող, եթե գնենք էլ դա չգիտեմ ինչ կլինի, որ հնարավոր չէ տալ վարձակալության։ Իսկ թվում է բոլորը համաձայն են, եւ եթե համաձայն եք իմ ասածների հետ, չաթում գրեք 7-եր, խնդրեմ։ Գրում ենք 7-եր, եթե համաձայն եք, որ $25,000-ով չեն կարող ձեռք բերել անշարժ գույք եւ տալ վարձակալության բավականին լուրջ եկամուտ ստանալ վարձակալությունից եւ անցնում ենք առաջ։ Հիմա ներկայացված են այստեղ արդեն մեր անշարժ գույքերը, որոնք կարելի է անձամբ տեսնել գնալով այնտեղ եւ ստուգել նաեւ on-line-ի շնորհիվ։ Հիմա ցանկացած ինֆորմացիա, ինչ ներկայացվում է մենք կարող ենք ստուգել։ Մենք այդպիսի դարաշրջանում ենք ապրում, որ ամեն ինչ կարելի է ստուգել։ Այստեղ ներկայացված են մեր Կարպատների անշարժ գույքերը, հյուրանոցային համալիրը, եւ հաջորդիվ ներկայացվում են արդեն booking.com կայքում մեր անշարժ գույքերի գնահատականը։ Ովքեր ծանոթ են booking-ին, գիտեն, որ 9.4 գնահատականը բավականին լուրջ բարձր ցուցանիշ է համարվում։
Այսինքն, այնտեղ ամեն ինչ իդեալական է, պայմանները, սպասարկումը եւ այլն, որ ստացել են այսպիսի գնահատական։ Ովքեր ապրում են մոտ Կարպատներին, կարող են գնալ այնտեղ հանգստանալ։ Այստեղ նույնպես մեր Կարպատների անշարժ գույքերից են արդեն փայտե տնակները եւ հաջորդին ներկայացվում են էլի բուքինգում գնահատականները արդեն փայտե տնակների համար, որը նույնպես մեծ լուրջ գնահատական է, բարձր ցուցանիշ է։ Եվ ներկայացվում է այստեղ արդեն Վրաստանի մեր անշարժ գույքերը։ Այս հրաշալի վայրում, Բամբու Բիչ Ցիխիսցիրի վայրում, տեսեք մեր հյուրանոցային համալիրի ամբողջությամբ ընկերությանը չի պատկանում, այստեղ մենք ունենք 6 ապարտամենտներ, որտեղ իդեալական պայմաններ են հանգստի համար տարվա ցանկացած եղանակին։ Եվ ասեմ, որ հենց հայ գործընկերներ են առաջինը գնացել հանգստանալու, մեր անշարժ գույքերը Վրաստանի անցած տարվան աշնանից են արդեն պատրաստ եւ յուրաքանչյուրը կարող է գնալ այնտեղ հանգստանալ։ Եթե Կարպատները հեռու էին գտնվում Հայաստանից, Վրաստանը բավական մոտ է, ինձ թվում է յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ եղել է Վրաստանում եւ կարող է գնալ հանգստանալ, վայելել մեր հրաշալի այս հյուրանոցային համալիրի ապարտամենտները եւ կիսվել ձեր արձագանքներով։ Այստեղ արդեն Թայլանդի մեր անշարժ գույքերն են։ Թայլանդում նույնպես ունենք անշարժ գույքեր, որոնք կառուցվում են, այնտեղ փայտե արագ հավաքվող մոդուլային տնակներ են հիմնականում, վարդագույն կվարցի վրա, այնտեղ նույնպես պայմանները շատ լավ են, հրաշալի եւ կարող եք գնալ այնտեղ հանգստանալ մեր անշարժ գույքերում եւ նաեւ կարող եք ստուգել ինֆորմացիան։ Հիմա արդեն Հայաստանին հասանք, ինչ է նախատեսվում Հայաստանում, տեսեք գրված է շուտով։ Հայաստանում արդեն նախագիծը պատրաստ է, վայրը արդեն մոտավոր ընտրված է եւ Հայաստանում նույնպես կարելի է գնել եւ ամբողջական անշարժ գույք, որոնք կոչվում են յունիտներ, տեսեք նկարում պատկերված են արագ հավաքվող տնակներ, ինչպես որ Թայլանդում են, եւ նաեւ կարող են Հայաստանում ավելի հաճախ գնալ հանգստանալու։ Տեսեք, այստեղ արդեն ներկայացված են, եթե մենք ամբողջությամբ գնում ենք անշարժ գույքը, դառնում է մեր սեփականը եւ տալիս ենք ընկերությանը, թողնում ենք ընկերությանը դա վարձակալության եւ ստանում ենք մեր եկամուտը առանց մեր մասնակցության։ Ընկերությունը զբաղվում է վերանորոգման հարցերով, զբաղվում է վարձակալության տալու հարցերով, օրավարձով աշխատացնում է մեր սեփական անշարժ գույքը եւ մենք ստանում ենք մեր բավականին բարձր եկամուտը վարձակալությունից։ Եվ ասեմ, որ այս անշարժ գույքերը գնելով մենք գնում ենք ամբողջությամբ կահույքի, տեխնիկայի եւ նույնիսկ սպասքի հետ միասին։ Ամեն ինչ մեջը կա, միանգամից կարելի է բացել, մտնել եւ վայելել, բնակվել։ Եվ ընկերությունը բացի անշարժ գույքերից, բացի հյուրանոցներից, հյուրատներից, արագ հավաքվող տնակներից, նաեւ ունի այլ ուղղություն զարգացման, այսպիսով տեղաբաշխում է իր եկամուտները եւ ռիսկերը եւ ընկերությունը ձեռք է բերել ձիթապտղի պլանտացիաներ Վրաստանում, Կախեթի շրջանում, ունենք մենք ձիթապտղի ծառեր, որոնք նույնպես լրացուցիչ մեծ եկամուտի աղբյուր են հանդիսանում։ Այսքանով մենք քննարկեցինք մինչ այս, մենք քննարկեցինք պասիվ եկամուտը ընկերությունում, երբ որ մենք ունենում ենք ձեռք ենք բերում անշարժ գույք կամ անշարժ գույքի մաս եւ ստանում ենք եկամուտ վարձակալությունից, պասիվ եկամուտ, առանց մեր անմիջական մասնակցության։ Բայց բացի դրանից, ընկերությունում կա նաեւ ակտիվ աշխատանքի հնարավորություն։ Եթե մինչ այս ինֆորմացիան պարզ է, չաթում գրում ենք 8 եւ անցնենք արդեն ավելի հետաքրքիր մասին, ակտիվ աշխատանքին, չաթում գրեք 8, եթե մինչ այս ինֆորմացիան ամբողջությամբ պարզ է, հիշեցնեմ, որ հարցերը նշում ենք մեզ մոտ, որպեսզի տանք մեր մասնագետին եւ արդեն քննարկում ենք գործընկերային բիզնես ընկերությունում, ինչպես կարելի է առաջին 90 օրվա ընթացքում հասնել $2550 եկամուտի Stability ընկերության հետ։
Ինչպես են աշխատում ընկերությունները եւ ինչպես է աշխատում նաեւ մեր ընկերությունը, բոլոր ընկերությունները ընկերության զարգացմանը, մարքեթինգին տրամադրում են իրենց կապիտալից որոշակի մաս, եկամուտից որոշակի մաս։ Մեր ընկերությունում նույնպես մուտքի 50%-ը փոխանցվում է գործընկերային ծրագրին։ Եվ տեսեք, այստեղ տարբերակները կան։ Ավտոարտադրողները նույնպես ծախսում են մինչև 50% մարքեթինգի վրա, սննդային ընկերությունները, նաև հավելումների ընկերությունները նույնպես ծախսում են բավականին լուրջ գումարներ, արդեն 60-ից 70%-ը, շինարարական ընկերությունները ավելի շատ են ծախսում, 50-ից մինչև 200% ծախսում են մարքեթինգի և զարգացման վրա։ Եվ մեր ընկերությունում ինչ էր սա իրենից ներկայացնում, տեսեք, ակտիվ աշխատանք ընկերությունում, ակտիվից եկամուտը, որը կարելի է բավականին բարձր եկամուտի հասնել, դա կարիերային աստիճաններով բարձրանալն է, կարիերա ստեղծել, բիզնես ստեղծել, միջազգային բիզնեսի դեպ, օնլայնի շնորհիվ մենք այստեղ ստեղծում ենք միջազգային բիզնես, եւ յուրաքանչյուր կարիերային աստիճանով բարձրանալիս մենք ստանում ենք բավականին լուրջ նվերներ, թանկարժեք նվերներ։ Եվ եթե այստեղ ուշադիր նայեք, գնալով աստիճաններով բարձրանալու զուգընթաց նվերները գնալով դառնում են ավելի թանկարժեք։ Եվ հիմա համեմատական տանենք, թե որ բիզնեսն ընտրել։ Կան բիզնեսի շատ տեսակներ, մենք մի քանիսը միասին քննարկենք։ Ֆրանչայզինգը ինձ թվում է շատերը ծանոթ են, Մակդոնալդս եւ այլն։ Ֆրանչայզինգ բիզնեսը սկսելու համար, տեսեք, բավականին լուրջ գումար է պետք հենց սկսելու համար։ 100,000-ից 1 միլիոն դոլար մեզ պետք է, որպեսզի սկսենք այդ բիզնեսով զբաղվել։ Գումարի վերադարձը 3-ից 5 տարում, ժամանակ պետք է ծախսենք, հմտություններ են պետք եւ նաեւ ամսական ծախսեր նույնպես բավականին շատ են այդ բիզնեսի դեպքում։ Հաջորդ տարբերակը օֆլայն բիզնես, այսինքն մենք ստեղծում ենք մեր բիզնեսը, խանութ, արտադրություն եւ այլն։ Այդ դեպքում նույնպես բավականին լուրջ գումար է պետք սկսելու համար, 50-ից մինչև 500,000 դոլար մեզ պետք է սկսելու համար։ Վերադարձը մինչև 5 տարի գումարի հետ վերադարձը, սկզբնական ներդրված գումարի, ժամանակի ծախսը իհարկե բավականին շատ է այս դեպքում, հմտություններ նույնպես պետք են եւ ամսական ծախսերը իհարկե շատ են։ Ինտերնետ խանութի դեպքում էլի մեծ գումար է պետք եւ մյուս տարբերակները տեսեք, ինֆոբիզնեսի դեպքում էլի համեմատաբար ավելի քիչ գումար է պետք ինֆոբիզնեսի դեպքում, բայց էլի լուրջ գումար է պետք սկսելու համար։ Եվ տեսեք Stability ընկերության հետ արդեն վերջին տողում Stability ընկերության տարբերակն է ներկայացված, պետք է 550 դոլարից մինչև 88,000 դոլար, արդեն ավելի մեծ գումարները մեզ պետք են ամբողջական անշարժ ձեռք բերելու համար, իսկ կարելի է մասեր ձեռք բերել։ Եվ վերադարձը 1 ամսից կարելի է գումարը վերադարձնել մեր ներդրած, այսինքն արագ կարող ենք հասնել լուրջ եկամուտների այստեղ, եթե զբաղվում ենք ակտիվ աշխատանքով։ Ժամանակի ծախսը նվազագույն է եւ նաեւ ազատ գրաֆիկ է, մենք ենք մեր ժամանակի ղեկավարը։ Հմտությունները պետք են, բայց հմտությունները մեզ սովորեցնում է ամբողջությամբ ընկերությունը, այստեղ կա ուսուցման բավականին լուրջ ծրագիր, նաեւ արտերկրում ենք մենք անցնում ուսուցում ընկերության կողմից եւ ամսական ծախսերը դուք եք որոշում։ Ձեզ պետք է էլի ավելացնեք թե ոչ, արդեն դուք եք որոշում։ Ազատված եք բոլոր պարտադրանքներից։ Եկամուտի հնարավորությունները ակտիվ աշխատանքի դեպքում։ Եթե մենք ակտիվ ենք աշխատում, զարգացնում ենք ընկերությունը ամբողջ աշխարհում, նաև մեր շրջապատում, մեր տարածաշրջանում, մեր թիմից, փաթեթներից, երբ որ մեր թիմում փաթեթներ են գնում, մենք ստանում ենք մինչև 50% եկամուտ։ Թիմում խելացի կուտակումներից ստանում ենք մինչև 38%, եթե թիմում գնում են ամբողջական անշարժ գույքը, արդեն ավելի մեծ եկամուտ կարող ենք ստանալ միանգամից եւ մինչև 28%։ Ընկերությունում եկամուտի աղբյուրները, տեսեք, 15-ն են,
ակտիվ աշխատանքի դեպքում, բայց եկամուտի աղբյուրները բավականին շատ են, պասիվը եթե մեջը հաշվենք։ Միայն ակտիվի դեպքում 15 եկամուտի աղբյուր ունենք և արագ, միջին և երկարատև եկամուտներ ունենք ընկերությունում, կարող ենք ստեղծել բիզնես կարիերա, միջազգային բիզնես, ինչպես ասացի, ինտերնետի շնորհիվ կարող ենք ստեղծել միջազգային մեծ թիմ և անցնում ենք առաջ ակտիվ աշխատանքի շնորհիվ, բացի գումար վաստակելուց, բացի նվերներ ստանալուց, մենք կարող ենք մասնակցել ավտոծրագրին, ինչ է սա իրենից ներկայացնում, ընկերության շնորհիվ, ընկերությունից կարելի է մեր ակտիվ աշխատանքի դիմաց ստանալ ավտոմեքենա, տարբեր դասի ավտոմեքենաներ կարող ենք ստանալ, էկոնոմ դասից մինչև բավականին թանկարժեք ավտոմեքենա կարելի է ստանալ ընկերությունից և եթե այս տարբերակը դուր եկավ ձեզ, ում դուր եկավ ավտոմեքենա ստանալու գաղափարը, չաթում գրեք իններ, խնդրեմ, գրեք իններ, եթե ձեզ դուր եկավ ավտոմեքենա ստանալու գաղափարը և ով որ ավտոմեքենան ընտրեց կարող եք գրել չաթում և անցնենք առաջ։ Այստեղ ներկայացված են հենց մեր հայ գործընկերները, ընկերությունում բավականին շատ գործընկերներ, տարբեր ազգերի, տարբեր երկրներից ստացել են ավտոմեքենաներ, բայց այստեղ ներկայացված են միայն մեր հայ գործընկերները, ովքեր ստացել են Հայկ Ալեքսանյան, Լիպարիտ Զաքարյան, Արփինե Սարգսյան և Բավական Գրիգորյան։ Այս 4 գործընկերները արդեն ստացել են ավտոմեքենա և այստեղ տեսնում ենք իրենց ավտոմեքենաների հետ միասին և անցնում ենք առաջ, արդեն ընկերության հաշվին ճանապարհորդելու հնարավորություն ենք հասկանում։ Դա հենց ուսուցման փաթեթն է, ուսուցման մոդուլներն են, որոնք ընկերությունը անցկացնում է տարբեր երկրներում և իր ակտիվ աշխատող գործընկերներին տանում է արտերկրում անվճար ամբողջությամբ ընկերության հաշվին անցնում ենք ուսուցում, բարձրակարգ հինգաստղանի հյուրանոցում հանգիստ և ղեկավարության հետ շփում։ Եվ հաջորդիվ տեսեք ներկայացնում են ընկերության միջոցառումները տարբեր երկրներում։ Ուկրաինայում 2021 թվականին, երբ կայացել է ընկերության պաշտոնական բացումը, Վրաստանում 2023 թվականին և այստեղ կային շատ հայ գործընկերներ, ես ինքս անձամբ ներկա եմ եղել, ընկերության տարեդարձն էինք տոնում, երկրորդ տարեդարձը։ Եգիպտոսում 2023 թվականին կայացավ ընկերության ուսուցման 4-րդ մոդուլը և բավականին շատ հայ գործընկերներ նույնպես այնտեղ ներկային, նկարում եթե ուշադրություն եք կարող եք գտնել ձեր ծանոթ գործընկերներին։ Դուբայում կայացավ 2024 թվականին ընկերության միջազգային կոնֆերանսը, Թուրքիայում 24 թվականին կայացավ էլի ուսուցման մոդուլ, որտեղ էլի հայ գործընկերներ էին ներկա։ Հայաստանում, տեսեք ես ասացի, որ Հայաստանում ընկերությունը արդեն 2 անգամ եղել է և 2024 թվականին, մեկ անգամ հունիսին, մեկ անգամ նոյեմբերին ընկերության ղեկավարությունը եկավ և անցկացրեց կոնֆերանսներ։ Հաջորդը Սլովակիայում արդեն 25 թվականին մենք ունեցել ենք հունվարին միջազգային կոնֆերանսը Սլովակիայում։ Եվ տեսեք, ընկերության, այստեղ ներկայացված ընկերության տարբերանշանը և ձեր խորհրդատուն կօգնի ձեզ, ինչ է սա նշանակում։ Ընկերությունում արժեքները հիմնականում հիմնված են նրա վրա, որ ուրիշներին օգնելով կարող ենք բարձրացնելով, օգնության ձեռք մեկնելով, հենց այնպես չի, որ ընկերության տարբերանշանը այսպիսին է։ Ուրիշներին օգնելով կարող եք այստեղ բավականին լուրջ բարձունքների հասնել։ Եվ այսքանով ավարտում ենք, բոլորս անմիջապես շնորհանդեսից հետո միանում ենք Telegram խմբում մասնագետի հետ հանդիպմանը և ուղղում ենք մեր մոտ առաջացած բոլոր հարցերը։ Բոլորին լավ երեկո եմ մաղթում, կհանդիպենք։